Բարեզես։ Ուրեմն ասեցիք 207 միլիոն դրամ ուզում եք ծախսեք 160 դպրոցի համար կառուցելու տենիսի կորտեր եւ բասկետբոլի դաշտեր։ Իմ հարցը հետեւյալն է. արդյոք դրանք բացօթյա բասկետբոլի եւ թենիսի դաշտեր լինելու թե մարզասրահ եւ որոշում ինչպես է կայացել կոնկրետ հենց 160 դպրոցում եւ սա շարունակական է լինելու թե միայն այս դպրոցն է կանելու։ Երևի պարոն Հովհաննիսյանը պատասխանի հարցին։ Պարոն Զարուբյան, շնորհակալություն հարցի համար։ Թիր 160 դպրոցի մասով շուտվանից կար այս գաղափարը եւ այնտեղ իրականացնելու ենք թենիսի կորտերի եւ բասկետբոլի դաշտի կառուցումը, իսկ ինչ վերաբերվում է մնացած դպրոցներին, ապա մենք վերջերս որոշել ենք, որ նաեւ մնացած դպրոցների մասով հիմա գույքագրում ենք կարիքները եւ հավելյալ 10 դաշտեր վերակառուցելու ենք եւ կառավարել ենք ֆուտբոլի դաշտերով։ Բացօթյա, այո։ Եվ այս 10 դաշտերը, երբ որ ավարտին կհասցնենք, հաջորդ տարի կարծում եմ եւս 10-ը կամ միգուցե ավելի շատ։ Այսինքն Երևան քաղաքը այս տարվանից վերջնական իր քաղաքականությունը փոխում այն ուղղությամբ, որ նույնպես մասնակցում է դպրոցների սպորտային միջավայրի բարելավմանը, թե ներսի եւ նկատի ունեմ, թե ներսի սպորտ դահլիճները, ինչպես նաեւ դրսի դահլիճները։ Այս վերջին դիտարկումը պարոն Զարուկյան շատ կարևոր էր, որովհետեւ ոչ միայն բացօթյա ենք կառուցում, այսինքն մենք նաեւ նորոգում ենք, հիմնանորոգում ենք տարբեր դպրոցների ներսի ֆիզկուլտուրայի դահլիճները, օրինակ այս վերջերս ես այցելեցի Նուբարաշենի 175 դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճ, որից կարելի ասել այս ծրագիրը ներսի դահլիճների նորոգման սկսել է։ Արձագանք։ Հա, ուրեմն որ ասեցիք հիմա ուզում եք ներսին մարզասրահներն նորոգեք, դա ճիշտ մոտեցում է, բայց բացօթյաների համար կներեք, ես տարբերում եմ ձեր գաղափարի հետ, սա ոչ արդյունավետ ծախս է, մի 3 տարի ես փորձեմ հասկացնել, որ սառը ձեռքերով ձունի մեջ բասկետբոլի նետումներ չեն կարողանանք, անձրևի մեջ, քամին որ գալիս է գնդակը քամի խփում է, չգիտեմ կարա դժվար հասկանալ, բայց գնդակ ուղիղ չի գնում։ Մենք արդյունավետ ծախսեր չենք անում, երբ որ բացօթյաների վրա են կենտրոնանում, ավելի լավ է, այս $550,000 բավարար գումարը մի հատ սանդվիչ պանելներով այդտեղ մի հատ մարզասրահ սարքել մեծ չափսի, դպրոց ունի փոքր մարզասրահ տեսնեմ, բայց այս գնով սանդվիչ պանելներով շատ հեշտությամբ կարեք մարզասրահ սարքեք, որտեղ ձմեռն էլ եւ ամառը եւ գարունը եւ աշունը համ բասկետբոլ են կարող խաղալ տեղեքը, համ էլ թենիս։ Եվ մյուս առաջարկն է, որ ինչ ասում եմ 3 տարի այս մարզասրահները պիտի բաց մնան, այդ ձեր օրենքները փոխեք, որ պիտի բժիշկ լինի, տեղ երեխեքը մտնեն կամ մարզիչ, հա պահա կամ մի հատ տարիքում մարդը տեղ պետք է լինի, բայց պիտի ազատականացնեք մարզասրահի օգտագործումը, որ երեխեք ձմեռն էլ պարապեն։ Այդքան։ Շնորհակալ եմ պարոն Զարուկյան, իրականում տվյալ դպրոցի տարածքը ինքը բավականին մեծ է եւ այդտեղ մենք կոմպլեքս սպորտային մարզադաշտեր են կառուցում, ինչ վերաբերում է ձեր այլ հարցին, այդ մյուսն էլ ենք անում, այսինքն փակ դահլիճներն էլ ենք նորոգում եւ համապատասխանեցնում այսօրվա ստանդարտներին։